Սիրներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունով։ Տերը օրհնի ձեզ եւ իր խաղաղությունով թող լցնի ձեզ։ Փառք լինի մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին այսօրվա համար։ Կուզենամ ձեզ հետ նաեւ խոսել մի թեմայի շուրջ, որ իմ սրտիս մեջ կա։ Ես հավատում եմ, որ սա Տիրոջից է դրված իմ սրտի մեջ, նաեւ այն հասկացողությունը, որ տրված է ինձ։ Կուզենամ խոսել կարեկցանքի մասին։ Իրապես որտեղից է ծնվում իրական ու ճշմարիտ կարեկցանքը։ Աստվածաշնչյան կարեկցանքի մասին եմ խոսում, որը որ չի տանում քեզ հպարտության, որը չի տանում քեզ գլորման, այլ իրապես տանում է ճշմարտապես կարեկցանքի։ Ես կուզենամ քեզ հետ խոսեմ դրա մասին, թող Տիրոջ Սուրբ Հոգին օգնի ինձ քեզ ըմբռնելու մեջ, յուրացնելու մեջ Աստծո խոսքը, ճշմարտությունը եւ մեզ ազատի։ Ես չեմ խոսում, որտեղ մեր երկրում շատ սենց հայտնի մի խոսք կա, որ կոչվում է մեղքս եկավ։ Ես չեմ խոսում դրա մասին։ Սա շատ անգամ մենք չենք էլ տարանջատում, շատ անգամ ազդեցություններ կան, որ գալիս են ինչ-որ դիվային ազդեցություններ, իրապես դիվային ազդեցություններ, որ քո խղճի վրա են փորձում ազդել կամ խղճով քեզ ղեկավարել, կամ մանիպուլյացիա անել, որ խղճով քեզ ղեկավարեն, կամ խղճով ինչ-որ մի բան շորթեն քեզանից, ինչ-որ սենց տարատեսակ։ Հիմա սրա մասին չեմ ասում, բայց լավ կլինի, որ դու մի վկայություն էլ կասեմ այդ դրա մասով ինձ հետ կատարված։ Սա այն է, ինչ Աստծուց դրված է իմ սրտի մեջ, մեր Տիրոջից դրված է իմ սրտի մեջ։ Տերը օգնի ինձ, քեզ էլ հաստատվելու համար նրա ճշմարտության մեջ։ Խոսում եմ իրապես ճշմարիտ կարեկցանքի մասին, որտեղից է ծնունդ առնում։ Երկրորդ Կորինթացիներին առաջի գլուխ 3-ից մինչև 4 խոսքերը կկարդամ։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը գթությունների եւ Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպես մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Ու ես մտածում եմ ու խորում եմ, ասեմ, Տեր, որտեղից է ծնունդ առնում ճշմարիտ կարեկցանքը։ Ու ես հասկանում եմ այս տողերով։ Ես հասկանում եմ այս տողերով, որ ամեն անգամ այն մխիթարությունով, որ դու մխիթարվում ես Աստծով, որտեվ մեր մխիթարչի անունը Սուրբ Հոգու անունը մխիթարիչ է։ Երբ որ նա քեզ մխիթարում է այն իրավիճակներով, որով դու անցնում ես, այն իր ստեղծված իրավիճակներով, որոնք դու գտնվում ես հիմա, կամ անցկացրել է քեզ արդեն Տերը, ու դու մխիթարվել ես Տիրոջ Սուրբ Հոգով, սա հարաբերության մասին եմ խոսում։ Մարդ, որ չունի հարաբերություն Աստծո Սուրբ Հոգու հետ, մարդ, որ չի շփվում Աստծո Սուրբ Հոգու հետ, որտեվ պատվեր ունենք, որ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի մեզանից ամեն մեկի հետ, հաղորդակցությունը լինի մեզանից ամեն մեկի հետ։ Շատ անգամ մարդիկ, որ հաղորդակցություն չունեն Աստծո Սուրբ Հոգու հետ, իրանք չգիտեն ես ինչի մասին եմ հիմա խոսում։ Բայց այդ դու հաղորդակցություն ունես կենթանի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ, նրա Սուրբ Հոգու հետ, նրա ճշմարտության խոսքի հետ, ամեն անգամ իրավիճակով, որ դու անցնում ես ու Տեր Հիսուս Քրիստոս իր Սուրբ Հոգով քեզ մխիթարում է, սա ճշմարիտ մխիթարություն է, որ դու ստանում ես Աստծով այդ մխիթարությունը եւ այն եղբորը կամ քրոջը, այն իրավիճակը, որ մարդիկ կգտնվեն, դու կդրսևորում ես ճշմարիտ իրապես կարեկցանք, որտեվ դու մխիթարվել ես այն մխիթարությունով, որով Տերն է քեզ մխիթարել։ Հիմա այդ մխիթարությունով մոտիկանում ես, որ դրսևորես այն կարեկցանքը, որ դու Աստծուց ես ստացել։ Այն մխիթարությունը, որ դու Աստծուց ես ստացել, որ բաժնեկցես, որ ցույց տաս դրսևորես իրապես կարեկցանքը։ Տեսեք, երբ որ Ղուկասի ավետարանի 22-րդ գլխի 31-ից 34 խոսքերի մեջ հիշում ես ինչ ասեց, Սիմոն, Սիմոն, ահա Սատանան, Հիսուսը մեր Տերն ասում, մեր Աստվածն ասում, ահա Սատանան փորձում է քեզ ցորենի պես մաղել, բայց ես աղոթել եմ քեզ համար, որ քո հավատքը չպակասի, երբ որ կվերադառնաս, հաստատիր եղբայրներին, անգամ ամրացրու եղբայրներին։ Ու Պետրոսը սկսում է ասել, Տեր, ես քեզ հետ մեռնելու էլ պատրաստ եմ, բանտել նստելու եմ։ Ասեց, ակաղ դեռ չհասած 3 անգամ կանչելուց դու ինձ կուրանաս։ Ու դա այդ ամեն ինչ տեղի ունեցավ։
այդ ամեն ինչը տեղի ունեցավ ու ես հիմա ուզում եմ 21-րդ գլուխը կարդամ Հովանոսի ավետարանի թե Տերը ինչ մխիթարություն է տալիս։ Ինչ մխիթարությունով է հիմա խոսում Տերը Պետրոսի հետ, երբ որ նրան վերադարձնում է, երբ որ իրապես Տերն է նրան մխիթարում։ Իրապես որ Տերն է մխիթարում, դա գրված է Հովանես ավետարանի 21-րդ գլխի 15 խոսքերից եմ կարդում։ Եվ երբ որ ճաշեցին, Հիսուս ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ դրանցից ավելի։ Նրան ասաց. Այո Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ, սա իմ սիրած խոսքերն են։ Նրան ասաց. Արեցեցրու իմ գառներին։ Դարձյալ ասեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Նա էլ ասեց. Այո Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Նրան ասաց. Արեցեցրու իմ ոչխարները։ Երրորդ անգամ ասեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեցավ, որովհետև երրորդ անգամ նրան ասեց. Սիրում ես ինձ։ Եվ նա ասաց. Տեր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Հիսուսը նրան ասաց. Արեցեցրու իմ ոչխարները։ Սա իրապես մխիթարություն, իրապես աստվածային մխիթարություն այն կարգավիճակից, որ Պետրոսը հայտնվել էր։ Եվ Տերը մխիթարում է նրան ու այդ մխիթարությունով ուղարկում է։ Գիտես, առաջի Կորինթացիների 8-րդ գլխի մեջ գրված ասում է. գիտելիքը հպարտացնում է, բայց սերը հաստատում է։ Շատ անգամ մեր Աստծո խոսքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, ով ինձ սիրում է, իմ պատվիրանները կպահի։ Շատ անգամ մենք Աստծո խոսքը որպես ինֆորմացիա փորձում ենք մեր ուղեղով հասկանանք, բայց սեր չկա։ Փորձում ենք մեր ուղեղով ու այդ դա հպարտացնում է։ Այդ տեսակ գիտելիքները իրապես ինձ անցկացրել է Տերը այդ իրավիճակների մեջ, ես գիտեմ ինչի մասին եմ ասում քեզ։ Ես գիտեմ դա ինչպես կարա քեզ հեշտությամբ հպարտացնի ուղղակի որպես գիտելիք, որովհետև գիտելիքը ուղեղից կծնվի, ուղեղով կհասկանաս, բայց հայտնությունը իրապես սերն ու հայտնությունը սրտով, հոգով ես հասկանում, հոգով ես ընկալում, սրտով ես անցկացնում։ Երբ որ ամեն անգամ Աստծո խոսքը դու սրտով ես փորձում անցկացնես, ոչ թե պրոստո որպես գիտելիք քո գլխով, քո ուղեղով, այլ փորձում ես դա սրտով հասկանաս։ Սրտով այդ սերը սկսում է քեզ հաստատել, որտեվ ով ինձ սիրում է, Տերն ասեց, իմ պատվիրանները կպահի։ Գլխով չէ, ուղեղով չէ, որ դու փորձում ես դա պահել, այլ սրտով, որտեվ դու սիրում ես։ Ու ես այդ սերը հենց հաստատում է, հենց այդ սերը մոտեցումը նրա խոսքի նկատմամբ, նրա պատվիրանի նկատմամբ, ահա քեզ հաստատում այդ սերը։ Մենք այսօր ուզում ենք շատ անգամ կարեկցանք ունենանք, ուզում ենք դրսևորենք, մարդիկ ասում են, որտեղից է ծնվում։ Ոնց կարանք իմանանք իրական կարեկցանք կա ինձ մոտ, որ չընկնեմ տարատեսակ խաբկանքների մեջ։ Մի իրավիճակ պատմեմ ձեզ, տենց խաբկանքից։ Տարիներ առաջ իմ տան դուռը ծեցին, ինձ ասին մի կին ասում էր ինձ խղճալի դեմքով, սենց խնդրում եմ եղբայրս ինչով կարաս ինձ օգնի։ Ու պարզ լսում եմ իմ սրտի մեջ տուր իրեն կարտոշկա։ Պարզ, բայց ես դեռ չգիտեմ, ես իմ մեջ մտածում եմ, որ ինքը ուրեմն կարտոշկայի կարիք ունի։ Ես մտնում եմ ոնց որ ասում են չուլանը մեր, եւ այնտեղ ոչ թե միայն կարտոշկա, այլ գազար, չգիտեմ, այնտեղ բազուկ, ինչ որ կա, հավաքում եմ մի պակետի մեջ եւ այդ ամբողջը բերում եմ, ասում ես մտածում եմ այնքան հստակ եմ լսես խոսքը կարտոշկա տուր իրան, բայց դեռ չգիտեմ ինչի, ես իմ մեջ մտածում եմ, որ դա ուղակի մարդ է, որ կարտոշկայի կարիք ունի։ Սրտան, սենց հավաքել եմ, բերել եմ ու տալիս եմ իրեն, ասում եմ, խնդրեմ, ասեմ, քուրիկ ջան, վերցրեք, ասում եմ, սա, որտեղ ինքը նոր մի քիչ առաջ ասում էր, ինչով կարաս եղբայրս օգնի ինձ։ Ու մեկ էլ սենց մի անգամից իր դեմքի արտահայտությունը փոխվեց, սենց դեմքը սենց ջղային տեսք ընդունեց եւ նայեց աշկերիս մեջ ու ինձ ասում է. «Էս կարտոշկա էս տալի ինձ»։ Ասեմ այո։ Այ ինչի՞ սա պետք է ասես կարտոշկան։ Մի անգամից ասեց տուն այնքան կարտոշկա կա, ասեց բերել ես այդ կարտոշկա, ասեց օ, ասի Տեր, ես քեզ սիրում եմ։ Տեր, ոչ թե դու ես կարտոշկան ասիր, բերեմ տամ ես մարդուն, ոչ թե կարիք ունի կարտոշկայի, այլ որ նրա իրական պատկերը ցույց տաս ինձ, Տեր։ Իրական պատկերը, որ նրանք ոնց են մանիպուլյացիա անում շատ անգամ մարդկանց, խղճահարությունով բռնում, հետո իրանց հետևից դու ինքդ տանջվում ես, կարողա կարանայիմ իրան ավելին օգնեմ, չկարողացամ կամ սենց իրավիճակների մեջով անցկացրել է ինձ Տերը։ Իրապես, թե տեսնել Սուրբ Հոգու ձայն այնքան լսել, որ իրապես այս մարդը կարիք ունի Տեր դրա։
որտեվ Հիսուսն ասում է ես եմ սոված ինձ կերակրեցիք։ Ես ուզում եմ տեսնեմ իմ Տիրոջ կարիքը, տեսնեմ իրապես իմ Տերը կարիք ունի, ես չեմ ասում, որ կարիքավորներ չկան, իրապես կան, ու իրապես օգնության կարիք ունեն, Տերը օրհնի են եղբայրներից, քուրերից, ովքեր դրա մեջ մասնակցություն ունեն, թող Տերը զորացնի ամեն մեկին։ Ով են ծառայությունների մեջ կանչ, մենք բոլորս ենք կանչված այդ ծառայության մեջ, ոչ թե ինչ որ հատուկ ծառայություն կա, բայց ես գիտեմ, որ նաև հատուկ ծառայություն էլ կա Աստծուց ուղարկված այս տեսակ ավելի շատ մտածելու կարիքավորների մասին։ Մենք միշտ ենք դրա մասին մտածում, Աստծո եկեղեցին միշտ է դրա մասին մտածում։ Թող Տերը օրհնի իր եկեղեցին զորացնի, որպեսզի հասկանանք որբերի, այրիների այն կարեկցանքն ունենանք, որ Աստծո հոգուց դրված է մեր սրտերի մեջ։ Բայց իմ ասածս դա է, որ իրապես կան իրավիճակներ, որ ընդհանրապես կարեկցանքի հարց չկա ստեղ։ Ընդհանրապես պրոստո մարդիկ փորձում են ազդել քո խղճի վրա, խղճով էլ քեզ ինչ որ պատասխանատվության ենթարկվեն, որ դու 10 մի բան անպայման։ Դրա համար ուշադիր եղեք սիրելիներ։ Դրա համար խնդրում եմ ձեզ այս երկրորդ Պետրոս Կորինթացիներից առաջի գլխի 3-4 խոսքերը ես կուզենամ վերջում էլ նորից դա կարդամ, որ մենք ավելի ըմբռնենք ու ընկալենք այս խոսքերը։ Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը գթությունների եւ Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպես մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։ Ահա աղբյուրը մեր մխիթարության Աստված է։ Ահա աղբյուրը մեր զորության Աստված է։ Ահա իրապես ճշմարտապես թե ումով եւ ոնց ենք մխիթարվում, ով է մեզ մխիթարողը։ Ահա այս մխիթարությունով, որ Աստծով մխիթարվեցինք, Աստծո Սուրբ Հոգով մխիթարվեցինք, մենք կարող ենք դրսևորել իրապես ճշմարտապես կարեկցանք։ Իրապես Տերը քեզ օրհնի, Տերը քեզ զորացնի։ Եկեք իրապես ունենանք աստվածային կարեկցանքը, Աստծուց եկած այն մխիթարությունը, որով մենք մխիթարվեցինք եւ կարող ենք մեր եղբորն էլ քրոջն էլ այդ կարեկցանքը դրսևորել, այդ մխիթարությունը դրսևորել։ Տերը քեզ օգնի ու Տերը քեզ պահի, որ ամեն տեսակ սուտ ու կեղծ այսպես ծնված խղճից, այլ ոչ թե Աստծո հոգուց, էմոցիաներից, մանիպուլյացիայից ծնված այս տեսակ ազդեցությունները քեզանից հեռու լինեն, եւ դու ճշմարտությունը ընդունես, ճշմարտություն ճանաչես Աստծո հոգով, համ դու մխիթարվես, համ էլ մի եղբոր ու քրոջ մխիթարես այն մխիթարությամբ, որով Տերը քեզ մխիթարեց ու մխիթարում է։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Տերը օրհնի ձեզ ու Տերը պահի ձեզ։ Լավ մնացեք Տիրոջ մեջ։